Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանին։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, այսօր Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչներն այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Այս պահի դրությամբ, երբ տեսագրում ենք մեր հաղորդումը, Հայաստանի իշխանությունների մակարդակով արձագանք չկա, անդրադարձ չկա, ինչով է սա պայմանավորում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ուզում եմ հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախաձեռնությամբ իշխանության տարիներին նախաձեռնվել է օրինագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է հույների ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում։ Մեր եղբայրական ժողովուրդն են հույները եւ մենք փաստացի նույն ճակատագրին ենք արժանացել, ուղղակի տարիների տարբերությամբ 1915-ից մինչև 1923 թվականը մինչև միլիոն հույն սպանվել է նույն տրամաբանությամբ, դրա մասին խոսել են նաև Քեմալը, ասելով, որ հայերին ինչպես բնաջնջել ենք, նույն ճակատագրին կարժանանան հույներն ու ասորիները։ Մենք այո պայքարում ենք ընդհանուր առմամբ աշխարհում այս գործողությունների դեմ ճակատ ստեղծելու համար, որովհետև 21-րդ դարում մենք տեսնում ենք, որ կա նույն գործողությունները, ինչը եղել է 1915 թվականին, այսինքն նույն էթնիկ զտումը, նույն թուրքական գաղափարախոսությունը, որը կար 100 տարի առաջ, կա նաև այսօր մենք տեսնում ենք, որ մեր Արցախի քույրերող եղբայրները արժանացել են նույն ճակատագրին, ինչ ճակատագրի արժանացել են Վանի, Արդահանի, Անիի մեր հայրենակիցները 100 տարի առաջ եւ մենք պետքա միասնական ճակատ ձևավորենք այն մեր բարեկամ պետությունների հետ, որոնք այս պայքարի խրամատում են, բնական դաշնակից են մեզ եւ այդ բնական դաշնակիցների եւ բարեկամ պետությունների մեջ մտնում է Հունաստանը իհարկե, մեր հույն քույրերն ու եղբայրները, այսօր մենք միասին այո հարգանքի տուրք ենք մատուցել, դուք խոսեցիք իշխանությունների քաղաքականությունից, հրետորաբանությունից առհասարակ, օրվա իշխանությունները չեն հիշում հայոց ցեղասպանությունը եւ փորձում են մոռացության մատնել մեր հիշատակները եւ զարմանալի չի ինձ համար, որ նրանք չեն հիշի կամ խոսք չեն ասի հույների ցեղասպանության մասին եւ այն բոլոր հատվածները, որտեղ որ մենք ուժեղ դիվանագիտություն ենք ունեցել, լավ բարեկամական հարաբերություններ ենք ստեղծել տասնյակ տարիներ ջանք եւ երանք չենք խնայել, որպեսզի հարաբերություններ ստեղծվի եւ մենք այդ իմ ասած պայքարի խրամատում ավելացնենք մեր դաշնակիցներին, Նիկոլ Փաշինյանը այսօր ջնջում է մեր փաստացի հաջողությունները դիվանագիտական, ռազմական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական, գաղափարական դաշտում եւ մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են ոչ միայն մոռացության մատնել, այլ նաեւ կործանարար ջնջումներ իրականացնեն մեր պատմական հաղթանակների կոնտեքստում, նրանք փորձում են ուրանալ եռատոնը, ասելով, որ ֆաշիզմը հնարավորություն էր տալու մեծ Հայաստանի վերաձևակերպմանը, վերակառուցմանը, ասելով, որ մեծ հայրենական պատերազմը ինչի էր հայրենական կոչում, չէ՞ որ դրան զորով են մասնակցել եւ այլն, ասելով, այս ամեն ինչը նրանք ուրանում են մեր ավանդը մեծ հայրենական պատերազմի մեջ ավելի քան 600,000 հայորդու մասնակցությունը, նրանք ուրանում են Շուշիի ազատագրումը, նրանք ուրանում են Արցախի բանակի ստեղծումը, առհասարակ հայկական բանակի ձևավորումը, որը բաղձալի երազանք է եղել հարյուրամյակներ հայ հասարակության համար եւ առհասարակ հայի համար, որ մենք հնարավորություն ենք ստեղծել ձևավորել մեր բանակը, այս ամեն ինչը հավաքական հայկական երազանքը Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չի, Նիկոլ Փաշինյանի համար ընդունել է ավելի շատ իր այդ կոֆե խմելու ռևերանսները, որոնք նարել է, ես կարծում եմ դրա մասին կխոսենք։ Հենց սա է հարցը, տպավորություն է, որ ինֆորմացիոն տարբեր հոսքերով իշխանությունները փորձում են շեղել Ալբանիայում օրերս տեղի ունեցած այդ հանդիպումներից, մասնավորապես կադրեր էին տարածվել, որտեղ երևում էր ինչպես են Նիկոլ Փաշինյանին դիմավորում կամ վերաբերվում առհասարակ Ալիևն ու Էրդողանը, սա ինչի ցուցիչ էր այդ կադրերը, որոնք թեպետ չենք լսում ինչ են խոսում, բայց շատերն են ասում, որ հենց կադրերն իրենցով արդեն խոսուն էին։ Դե ամեն ինչը առհասարակ քաղաքականությունը համեմատության մեջ է դրսևորվում եւ մենք կարող ենք համեմատել
նախկին այցերը ոնց են վերաբերվել մեզ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ ոնց են վերաբերվում մեզ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Նույն Էրդողանը 2016 թվականին միացել էր Մինսկի խմբի այն հայտարարությանը, որը խոսում էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին եւ դատապարտում էր փաստացի այդ քաղաքականությունը, իսկ այսօր Էրդողանը այսպես մատով Նիկոլ Փաշինյանին կանչում է, Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս խայտարակ է անում իր անատամ քաղաքականության, որ ուղղակի ամեն ինչ անում է, որ իշխանության մնա թեկուս սակարկելով մեր ազգային արժեքները, մեր գաղափարախոսությունը, մեր ինքնությունը եւ մեր առհասարակ սուվերեն տարածքների նկատմամբ պահանջատեր լինելու կամքը նա սակարկել է այս բոլոր ուղղությունները եւ նա ասում է, որ ես պատրաստ եմ ռևերանսներ անեմ եւ աշխարհակաղակական եւ անձնական եւ տարածքային, ուղղակի որ դուք ինձ հնարավորություն տաք, որպեսզի ես երկարաձգեմ իմ իշխանությունը։ Այս կոնտեքստում ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ նույն խայտարակությանը նա արժանացել էր Մոսկվայում մայիսի 9-ի 80-ամյակին նվիրված շքերթին մասնակցելուց, երբ հայկական զորախումբը ուղղակի չէր մասնակցում եւ ցուցադրական էր դա, որ մենք չենք մասնակցում եւ չենք կիսում ձեր հետ այս հաղթանակի, Բաղձալի հաղթանակի ուրեմն պատասխանատվությունը եւ հիշատակը չենք կիսում ձեր հետ, բայց ես վստահ եմ, որ մեր դաշնակիցները շատ լավ հասկանում են, որ դա Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքականությունն է եւ այդ անձնական քաղաքականության կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը գնում է այս սակարկումներին, որոնք ոչ հայանպաստ են ըստ էության, եւ այս սակարկումներն են, որ Նիկոլ Փաշինյանին մինչեւ այսօր պահում են իշխանության, եւ արևմտյան ուժերի հետ սակարկումները բերում են նրան, որ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2 տարի նստած է եւ պատկան մարմինները, որոնք այն ժամանակ մի տոկոս է, եթե աներ իշխանությունը այդպիսի գործողություններ, բոլոր դեսպանատները ինչ որ գործողություններ կանեին, հայտարարություններ կանեին, բայց այսօր Արմեն Աշոտյանի մասով ինչպես տեսնում եք լռություն կա։ Եվ այն հատվածները, որտեղ ժողովրդի վրա կրակել են, անհարկի քրեական գործեր են հարուցել, քրեական հետապնդումներ, քաղաքական մոտիվներով եւ այլն, այս ամեն ինչին Նիկոլ Փաշինյանին կարտ բլանշ են տվել, ասելով, որ դու գնա զիջումների, որոնք որ մեզ են օգտակար, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, եւ մենք քեզ կտանք հնարավորություն, որպեսզի դու վերընտրվես, որպեսզի դու կարողանաս վերադասավորվես եւ նորից վերընտրվես, ելի շարունակես զիջումները, որովհետեւ զիջումները ձեռնտու են այդ գերտերություններին։ Նիկոլ Փաշինյանի տիկինն է վերջին օրերին բավականին ակտիվ, կարծիքներ կան, որ նա փորձում է շեղել այդ ամուսնու հանդիպումների տարածված տեսանյութերից, մասնավորապես նա տարբեր գնահատականներ է հնչեցնում այն մարդկանց հասցեին, վիրավորական արտահայտություններ է գրում Facebook-ում, ովքեր որևէ կերպ անդրադարձել են իրենց, սա ինչով է բացատրում, այդ թվում նաև երիտասարդական կառույցի փոխնախագահին էր անդրադարձել, անվաստիրակ անվանելով։ Ես դա որակում եմ որպես քաղաքական ջղաձգումներ, որովհետև նրանք արդեն սկսել են անկանոն շարժումներ իրականացնել, հասկանալով, որ այլևս չունեն ժողովրդի աջակցություն։ Այն ժողովրդի, ում խաբելու հաշվին եկել են իշխանության եւ այսօր այնքան են հեռացել այդ ժողովրդից, որ այդ ժողովրդին ոչիլ են անվանում։ Այո, այդտեղ մենք տեսնում ենք, որ նրանց մոտ չկա այլևս իմունիտետ, որպեսզի ուղղակի պարզապես սովորական քննադատություն անցալեն եւ լսեն, որ ժողովուրդը, այո, քաղաքական ուժերը հնարավորություն ունեն քննադատություն իրականացնելու եւ իրենց, երբ որ իրենք են եղել ընդդիմություն, իշխանությունը թույլ է տվել, որպեսզի իրանք քննադատեն եւ առողջ քննադատություն հնարավորություն իրանք ունեցել են, բայց այսօր նրանք փորձում են խլեն այդ առողջ քննադատության հնարավորությունը մարդկանց անվանելով ուրեմն համբալ, ոչիլ, անդաստիրակ, սրիկա եւ այլն, սա Նիկոլ Փաշինյանի եւ իր տիկնոջ խոսույթն է ժողովրդի նկատմամբ, իրանք այնքան են իրանց այտենց ժողովրդական խոսք կա ոտքերը ամպոտելու մասին, որ ասում են մարդու ոտքերը ամպոտել է, այսինքն այնքան է կապը կտրվե իրականության եւ մեր քաղաքական դաշտում ցավոք սրտի շատ է հանդիպում այս ոտքերի ամպոտած լինելը եւ ընդդիմադիր հատվածում եւ իշխանական հատվածում, որ մարդիկ ուղղակի կապը կորցնում են իրականության հետ, ինչով է դա պայմանավորված, որ իրականությունը
չեն տեսնում, հա, հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր տիկնոջ ոդքերը կտրվել է գետնից եւ նրանք այնքան են ժողովրդից հեռված, այնքան չեն շփվում, այնքան են թիկնապահներով շրջապատված, որ նրանք չեն հասկանում, չեն տիրապետում իրավիճակը, բայց քանի որ նրանք տիրապետում են ազգային անվտանգության եւ այլ ուրեմն պատկան մարմինների վերլուծություններին, սոցհարցումներին եւ այլն, նրանք տեսնում են, որ ժողովուրդը իրanцից ուղղակի զզվում է, հա, ատելության, իրanc ցանած ատելությունը իրanc դեմ է դուրս գալիս, ավելի շատ եւ ավելի շատ հին հունական դիցաբանությամբ կար մի հետաքրքիր դրվագ, որտեղ ուրեմն վիշապի ատամներ էին ցանում, հա, որ դրանից հետո զորք էր արթնանում եւ պատերազմներ էր սկսվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից այդ վիշապի ատամները ուրեմն ցանում է եւ այդ վիշապի ատամներն է հնձում այսօր, հա, այդ իր վիշապի ատամների սերմը, դա այս ատելությունն է, դա այս պարակտված հասարակությունն է, դա իրանց Սիմոնյանն ասում է, որ եթե նախկին ղեկավարների տիկնանց մասին այդպիսի հայտարարություններ արվեին, կբռնեին, կծեծեին, չգիտեմ, ինչ կանեին, այսօր խորհրդանում այդ մասին էր խոսում լրագրողների հետ։ Անհամեմատելի է եւ ես ինձ թույլ չեմ տա համեմատեմ Աննա Հակոբյանի նախկին առաջի տիկինների հետ։ Այդ թեման ես թույլ չեմ տա, որ մենք այդ համեմատականը անցկացնենք, որովհետեւ դա անհամեմատելի է, հա, որտեվ Աննա Հակոբյանն է իր խոսույթով, իր քայլերով, իր հրետորաբանությամբ թույլ տալիս, որ նրա հասցեին հնչեցնեն այդպիսի քաղաքական գնահատականներ, հա, որովհետև նա մարդկանց անվանում է սրիկական ոչիլ, որ դա ուղղակի աբսուրդի ժանրից է, հա։ Մենք բազմիցս տեսել ենք սուր քննադատություններ եւ մինչեւ հիմա տեսնում ենք նաեւ խապկանք այդ քննադատությունների մեջ, որոնք մեզ են ուղղված, եւ դուք չեք կարող մի օրինակ անգամ ասել, որ երրորդ նախագահի հետ կապ ունեցող որևէ մարդ իշխանության ժամանակահատվածում, հա, ընտանիքի մասն է խոսքը, ինչ որ ձևով առհասարակ արձագանքած լինի այդ տիպի անգամ վիրավորական, հա, վիրավորական ինչ որ քննադատություններին։ Այսօր իր հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է անդրադարձել Հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին մի քանի դրվագներով, մասնավորապես պատասխանելով հարցին ինչու իրենից հետո իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, նա նշել է, որ այլ տեխնացու չի ունեցել, այն ժամանակ մամուլում շրջանառվում էր նաեւ Վարդան Օսկանյանի անունը, բայց իմ տեխնացուն չէր, այն ժամանակ համարում էի, որ Հայաստանի համար առաջնային խնդիրը անվտանգային հարցն է եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որն այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Սերժ Սարգսյանը զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամենաճիշտ որոշումն էր, բայց ես երբեք չեմ մտածել, որ հետագայում կարող են այսպիսի զարգացումներ լինել։ Դուք այս հայտարարությանը ինչպես կարձագանքեք։ Նախ ես ուզում եմ մեր հասարակությանը մենք ճշմարտությունը ներկայացնենք եւ ասենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակահատվածում վարչապետ էր, դրանից առաջ ներքին գործերի եւ անվտանգության նախարար էր, պաշտպանության նախարար էր, չէր հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն, այսինքն ինքը Ռոբերտ Քոչարյանի կողմից չէր առաջադրվում, ինքը ուներ քաղաքական կապիտալ եւ քաղաքական իր յետագիծը, որը իրեն թույլ էր տալիս առաջադրվել որպես երկրի նախագահ։ Սա մեկ, այսինքն ոչ թե կային տարբեր տեխնացուներ, Սերժ Սարգսյանը անհատ էր, քաղաքական գործիչ էր, ով արդեն անդամակցել էր կուսակցություն, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր եւ հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ էր, ով քաղաքական հայտ էր ներկայացրել իր թիմով մասնակցելու նախագահական ընտրություններին։ Դա մեկ, սա շատ կարևորում եմ, նաև այն մարդիկ, ովքեր ունեն հիշողություն, շատ լավ հիշում են, թե Սերժ Սարգսյանը իշխանության որպես ներկայացուցիչ ինչ դիրք է ունեցել եւ արդյոք իրան ինչ որ մեկը կարող էր առաջադրել կամ չառաջադրել։ Ինքը պետք է որոշեր եւ ինքն է որոշել առաջադրվի կամ չառաջադրվի, սա մեկ։ Երկրորդը կարևորում եմ նաև այս կոնտեքստում նշել, որ Սերժ Սարգսյանը տիրապետում էր ներքին եւ արտաքին այո քաղաքական բոլոր գործընթացներին եւ նաեւ հանդիսացել է Ռոբերտ Քոչարյանի
նախագահական ընտրությունների շտաբի պետը եւ փաստացի այդ գործընթացը ամբողջությամբ Սերժ Սարգսյանն է իրականացրել եւ հանրապետական կուսակցությունը որպես հենարան, սա եւս կարեւորում եմ եւ նաեւ ուզում եմ մի քանի հայտարարության եւս անդրադառնանք։ Տեսեք, 2018 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ ես զանգահարել եմ երրորդ նախագահին ճշտելու համար, թե ինչ իրավիճակ է հիմա ձևավորված եւ նա ինձ պատասխանել է, որ ամեն ինչ վերահսկվում է, ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում։ Ինձ մի հարց է ուղղակի հետաքրքրում, որպես նաեւ քաղաքացի, ով սիրում է այս երկիրը ու ապրում է այստեղ ու ակտիվ հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվում։ Արդյոք արդար է այսօր խոսել այն բանի մասին, որ 2018 թվականին զանգել է երրորդ նախագահին հարցնի ինչ է կատարվում, թե արդար է, որ ինքը 2018 թվականին իր թիմակիցներին պետք է զանգերասեր հրապարակից գնացեք տուն։ Արդյոք մենք այդ հերթականությունը չենք շփոթում։ Արդյոք նա չի նպաստել, որպեսզի վերահսկողության տակից դուրս գա իրավիճակը։ Արդյոք այն քայլերը, որոնք արվել են 2018 թվականին այսօրվա Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, չեն բերել նրան, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Այսինքն դուք մտածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը աջակցել է Նիկոլ Փաշինյանին, որ գա իշխանության։ Ես չեմ մտածում, ես ուղիղ տեքստով ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները 2018 թվականին մասնակցել են Նիկոլ Փաշինյանին սատարել են, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Եվ սա պատմական փաստ է։ Դրա մեջ մտնում է եւ Անդրանիկ Թևանյանը, եւ Բորիս Մուրազին, եւ տասնյակ այլ քաղաքացիներ, կան մարդիկ, ուղղակի կոռեկտ չեմ համարում այդ մարդկանց անունները տալ, բայց կան ավելի մտերիմ մարդիկ Ռոբերտ Քոչարյան, ովքեր որ ուղիղ ներգրավվածություն են ունեցել եւ չես կարող ասել, որ դա եղել է առանց նրա տեղեկության։ Այսինքն զանգելու փոխարեն երրորդ նախագահին ճշտելու, թե ինչ իրավիճակա քաղաքական դաշտում կարելի էր թույլ չտալ, որպեսզի սեփական թիմակիցները մասնակցեն այդ կործանարար գործընթացին։ Հիմա այս թեման հիշելը, օրակարգային դարձնելը ինչ նպատակ ունի, ինչ խնդիր է լուծվում սրանով։ Ուզում եմ մենք բաց խոսանք եւ մեր հասարակության հարցերին, որոնք կուտակվում են, անպայման պատասխան տանք։ Տեսեք, այսօր Ռոբերտ Քոչարյանը բաց խոսում է այն բանի մասին, որ նա գնում է ընտրությունների։ Իր խոսքում նաև ասում է, անդրադառնում է 2021 թվականի ընտրությունների վերաբերյալ տրվող հարցերին։ Հիմա տեսեք, մենք ինչ իրական պատկեր ունենք։ 2021 թվականին նրանք հանրությանը ասել են, որ մենք գնում ենք կրելու։ Հա, շատ նորմալ է, բոլորն էլ մասնակցում են կրելու նպատակով, բայց ոչ այդ իրավիճակում։ Այսինքն մենք կարող ենք մտածել, որ եթե 2021 թվականին չգնայինք ընտրության, Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվեր, հնարավորություն կունենայինք Արցախի համար պայքարենք։ Հնարավորություն կունենայինք Արցախը փրկեինք, եթե մենք ինչ-որ փողոցային գործընթացով հանդես գայինք, հա, կամ նախընտրական կամ հետընտրական եւ չմասնակցեինք փաստացի Նիկոլ Փաշինյանի օրակարգով ընտրությունների։ Դա մեկ։ Երկրորդը, եթե Ռոբերտ Քոչարյանը տաներ 48% ձայն, ոչ թե 20 եւ պլյուս մի փոքր, մենք կարող էինք ասել, որ դա եղել է սխալ ինչ-որ վրիպակ է եղել տոկոսի, հիմա մարդը 48% կամ 45% ձայն է տարել, բայց 50+1 չի ստացվել։ Նրանք տարել են 3 անգամ համարյա ավելի քիչ ձայն, քան Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է, ձեր քաղաքական, հիմա արդեն էական չի, որ դուք սխալ հաշվարկ եք իրականացրել, դուք չեք տիրապետել իրավիճակը հողի վրա, հա, չեք իմացել Նիկոլ Փաշինյանը ինչքան ձեն կտա, ինչքան ձեն չի տա, ինչքան կտանի, ինչքան չի տանի, այս բոլոր գործընթացը այսօր էլ էական չի, էական է այն, որ մենք փաստացի ունեցել ենք գործընթաց, որը եղել է անոնց, որ մենք գնում ենք հաղթելու, հա, նորմալ է, որ մարդը գնացել է հաղթելու, բայց նույն իմ ասացի էությունը հետևյալն է։ Եթե մենք 21 թվականին սխալվել ենք եւ գնացել ենք ընտրության Նիկոլ Փաշինյանի հետ, արդյոք ճիշտ է այսօր նույն սխալը կրկնել, ոնց որ դա իմ գնահատականն է։
ոնց որ այսօր առաջարկում է Ռոբերտ Քոչարյանն, ասում է գնանք նորից ընտրությունների։ Հա, հիմա կա փաստացի ինչ որ գործընթաց, impeachment-ի կամ այլ գործընթաց, որին մենք կողմ ենք, հա, որին մենք կողմ ենք եւ ասում ենք մենք կողմ ենք բոլոր գործընթացներին։ Հիմա եթե իրանք քաղաքական գործընթաց են ուզում, թող Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը առաջադրեն, իրանք impeachment-ի գործընթաց սկսեն կամ այլ գործընթաց, այսինքն իրանք ասում են հնարավոր չի փողոցային գործընթաց ձևավորել, եթե իշխանության նկատմամբ այսօր հնարավոր չի փողոցային գործընթաց ձևավորել, այսինքն դուք համաձայն եք նրան, որ դուք գնում եք 26 թվականի ընտրությունների պարտության, որովհետև եթե դուք չունեք բավարար ժողովրդի աջակցություն, որ կարողանաք ձևավորեք դիմադրության ճակատ, որը կհեռացնի Նիկոլ Փաշինյանին, ուրեմն այդ ժողովուրդը ըստ ձեր տրամաբանության Նիկոլ Փաշինյանին աջակցում է։ Սա շատ պարզ հաշվարկ է։ Եվ արդյոք լավ խոսք կա, որ ասում է վատ պարողին տարբեր հանգամանքներ են խանգարում, որ ինքը վատ պար, ինքը կարող ասի, որ եղանակային պայմանները լավը չի եղել կամ ինչ որ մարդ է իրան խանգարել։ 21 թվականին ունեցել եք այդ հնարավորությունը, չէ՞։ Բոլոր նույն հնարավորությունները, անգամ կարող է ավելի լավն էր այդ ժամանակ աշխարհակաղակական իրավիճակը Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար։ Հաղթեիք, ոչ մեկ ձեր ձեռքից չէր բռնել։ Հանրապետականի մասնակցության պայմաններում հին ու նորի այդ ընկալումը կար ժողովրդի մեջ։ Հանրապետականը եթե չմասնակցեր ընտրություններին կամ մասնակցեր, դա էլեկտորալ առումով իրանց ձայները չի։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության ձայները տարբեր են եւ նրանք են դրա մասին խոսում նաեւ, որ մենք ունենք էլեկտորալ տարբերություն, այսինքն մեզ ընտրող մարդիկ չեն ընտրի Ռոբերտ Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ընտրող մարդիկ մեզ չեն ընտրում։ Մենք ունենք տարբեր ձայներ, տարբեր աջակիցներ եւ այդ տարբեր աջակիցները եւ երկրորդ եւ երրորդ նախագահներին աջակցում են իրենց համոզմունքով եւ իրենց ըստ իրենց ճանապարհային քարտեզի։ Հիմա շատ կարեւոր է այստեղ հասկանալ։ Մենք գնում ենք 26 թիվ, որ ինչ անենք, այսինքն մենք հիմա այսօրվա դրությամբ ես նորից եմ ասում, եթե մենք չենք կարողանում ձևավորենք այդ ճակատը, մենք ուրեմն մեծ խնդրեմ ունենք։ Հետո ես իմ անկալման մեջ չի տեղավորվում, թե impeachment-ի գործընթացը ինչով է իրանց վնասում, այսինքն իրանք ինչ կապ ունեն իրանք impeachment-ի գործընթացի հետ, որ իրանք ասում են սա մեր դեմ է։ Ինչու՞մ է խնդրեմը, որ իրանք չեն դնում ստորագրությունները ինչ որ մարդու վարչապետի տեխնացու առաջադրում, առավել եւս որ իրանք հայտ են ներկայացնում։ Այս հայտ ներկայացնելու կոնտեքստում ես շատ կարևորում եմ ասել հետեւյալը։ Երկրորդ նախագահն ասում է 20 տարի իշխանության եղածած կուսակցությունն է, ինչպես չունեն իրանք վարչապետի տեխնացուն։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ռեսուրսը բավարարում է երկու վարչապետի տեխնացու առաջադրելու եւ երկու կառավարության նախարարական անձնակազմ ձևավորելու հնարավորություն։ Բայց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասում է, որ դա այսօր իմ քաղաքական ընկալման մեջ առաջնահերթություն չի։ Մենք չունենք վարչապետի տեխնացու եւ այսօր մեր համար դա առաջնահերթություն չի, առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է։ Բայց չէ՞ այդ դեպքում առաջ տանում impeachment-ի գաղափարը։ Impeachment-ի գաղափարը մենք բազմիցս նշել ենք, որ դա մեր նախաձեռնությունը չի, բայց մենք որպես գործիքակազմ համաձայն ենք այդ գործիքակազմով եւս պայքարելու, հա, այսինքն տեսեք, կա փողոցային պայքար, կա փողոցային պայքարի մեջ տարբեր դրսևորումներ, կա քաղաքական գործընթաց, այս բոլոր քաղաքական գործընթացի մեջ սահմանադրական ճանապարհով բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել մինչև 26 թիվ։ Մենք չենք ասում, որ մենք ընտրությունների չենք ուտ մասնակցելու, մենք չենք ասում, որ ընտրությունների չի կարելի մասնակցել, մենք ասում ենք, այս պահի դրությամբ, եթե որևէ բան չփոխվի, 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, որովհետև ոչ մի խանգարող հանգամանք այսօր դրա համար չկա։ Ինչ է խանգարում, որևէ խանգարող հանգամանք, սա այդ կոմֆորտ զոնայից Նիկոլ Փաշինյանն հանելը։ Ինչու՞մ է խնդրեմը, որ մենք միասին կարողանանք Նիկոլին կոմֆորտ զոնայից հանել։ Մեր հանրապետականի վարած քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ է։ Այսինքն մենք փորձում ենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական կոմֆորտ զոնայից հանել։ Հիմա դա կլինի impeachment-ի գործընթացով,
փողոցային գործընթացով, թե այլ սահմանադրական ճանապարհով մենք այդ գործողություններն ենք փորձում որդեգրենք, որպեսզի իրականացնենք այդ գործողությունները, որովհետև մենք նաև համեմատական ենք անցկացնում, հա, շատ են խոսում, նաև մեր ընդդիմադիր գործընկերները խոսում են դիվանագիտական հաջողությունների մասին, խոսում են տարբեր ներդրումային ծրագրերի մասին, որոնք նրանց ժամանակ եղել եւ այլն։ Մենք քաղաքական ուժ ենք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը ոչ թե խոսքերով է հայրենասեր կամ պայքարով, այլ գործով։ Հա, Ռազմիկ ջան, ես չեմ դնում իմ նկարները, որ վրեկներս 4 հատ գրանատ էին գցե, երկաթը մտել էր դեմքիս մեջ եւ այլն, ցախ ճղրտած ես ու իմ ընկերները կուսակցական, մենք չենք դնում, ասենք, վայ, մենք ջարդվեցինք, կրակեցին վրեկներս եւ այլն, կամ շատ բաներ չենք պատմում միջազգային մեր գործընկերների մասով, ինչեր ենք արել եւ այլ գործընթացներ, բայց մենք գործով ցույց ենք տալիս դա եւ այդ գործը գրված է պատմության մեջ, չէ՞, թե մենք խոսում ենք մեր դաշնակից Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Գյումրիում Սերժ Սարգսյանը բացել է այդ պատվո բլուրը, որը խորհրդանշում է հայ-ռուսական բազմադարյա եղբայրությունը։ Այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ է ռուս խաղաղապահների զորախումբը մինչև 2044 թվականը 49 տարով երկարաձգվել։ 2013 թվականին գազի պայմանագիրը եւ այլ հազար հարցեր, որոնք շատ կարեւոր է նշել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է դա արել, հա։ Հիմա վերադառնալով մեր օրեր, երբ որ դուք Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները միմյանց անընդհատ թիրախավորում եք, սրանով Նիկոլ Փաշինյանի համար իրականում կոմֆորտ չի ստեղծվում։ Դուք ասում եք ամեն ինչ անում եք, որ հանեք կոմֆորտից Նիկոլ Փաշինյանին։ Ուզում եմ մենք հստակեցնենք, որ մենք արձագանքում ենք երկրորդ նախագահի թիմակիցներին, արձագանքում են ձեզ են արձագանքում։ Դա ժամանակագրական տվյալներ, հա, կարող ենք տեսնել մարդկանց, որ օրինակ նրանք ասում են, մենք Բորիս Մուրազի հետ կապ չունենք, բայց փաստորեն կապ ունեն եւ այդ կապը սերտ է։ Նրանք այսինքն գումար են տվել այդ լրատվամիջոցները, որպեսզի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա ֆեյք հոտվածներ պատվիրեն եւ նրանք մինչ օրս դրանով են զբաղվում։ Իրանց ազգային ժողովում օրինակ շատ կեղտոտ տագեղ ձևի հարցակվում են իրանց վրա նիկոլականները, բայց իրանք գրում են, որ Սերժ Սարգսյանն է մեղավորը եւ այլն, հեսա մեջը ուղղակի ծիծաղելի է դրան նայելը, բայց քաղաքացիների ընկալման համար ենք մենք անդրադառնում, ոչ թե թիրախավորելու Ռոբերտ Քոչարյանին կամ իր թիմակիցներին, այլ արձագանքում ենք, ճշմարտությամբ ենք պատասխանում։ Երրորդ նախագահան շատ կոնկրետ մեր խորհրդի նիստում ասել է, որ բոլոր գործողություններին մենք ճշմարտությամբ ենք պատասխան տալու, հա, մեր վրա հարցակվողներին մենք ճշմարտությամբ ցույց ենք տալու այդտեղից այս ճշմարտության մեջ ես նորից եմ ասում մտնում է բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռնվել են մեր կառավարման տարիների եւ սկզբունքով կառավարման մեր գործընթացը, որ մենք իրականացրել ենք, ես կարևորում եմ մի հատված կա նշել, որ մենք ականատես ենք եղել երկու Հայաստանի իրականության, հա, մի Հայաստան Նիկոլ Փաշինյանի, որ 80-ամյակին հաղթանակի մեր զորախումբը պարզապես չի մասնակցում եւ Սերժ Սարգսյանի Հայաստանի, որ 70-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը գտնվում է Մոսկվայում եւ ոչ միայն հայկական զորախումբներ մասնակցում շքերթին, այլ շքերթը փակվում էր ոչ թե Ձեն Պաբեդի երգով, այլ փակվում էր հայ Մանուկյան ազգանունով կոմպոզիտորի գրած երաժշտությամբ եւ Ռաժդեստվինսկիի գրած բառերով ու ասում էին, որ նշել են, որ սա հայ է գրել, հա, Սերժ Սարգսյանը այս քաղաքականությունն է վարել, որ հապկի գլխավոր քարտուղարը պատմության մեջ առաջի անգամ նշանակվել է հայը։ Յուրի Խաչատուրովը, ով առաջի անգամ, հա, հասկանում եք, ոնց որ օրինակ եթե համեմատենք, ոնց որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայի նշանակեն եւ սրա մեջ նաև մտնում է Իսկանդերը, սրա մեջ մտնում է նաև ԵԱՏՄ-ն, սրա մեջ մտնում է նաև 50,000 տոննա սպառազինությունը, ռազմական օժանդակություն որպես 200 եւ 100 միլիոն դոլարի 200 եւ 100 միլիոն դոլարի պայմանագրերը, այս պայմանագրերը շատ կարևորում եմ ընդգծել հետեւյալը։ Այս պայմանագրերը Սերժ Սարգսյանը կնքել է, որի մեջ որ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը զենքը
հնարավորություն ունենալու ձեռք բերել այն գնով, որը Ռուսաստանի Դաշնությունը ձեռք է բերում իր սեփական բանակի համար, սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք կնքել ենք պայմանագիր եւ երկարաձգել ենք ռուսական բազայի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետությունում, հա, ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, այդտեղ հատուկ նշված է, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը իրավունք ունեն ոչ միայն պաշտպանեն հայ-թուրքական սահմանը, այլ նաև պաշտպանեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը, այսինքն հայ-ադրբեջանական սահմանը։ Եվ 44-օրյա պատերազմի ժամանակ նաև Էդուարդ Շարմազանովը հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ասել է այս իրավիճակի, այս իրականության մասին ասել է նրան եւ ասել է դուք կարող եք ամբողջ հայկական զորքը Հայաստանի Հանրապետությունից ուղարկեք Արցախ, որպեսզի Արցախը պահենք, որովհետև կա այսպեսի փաստաթուղթ Ռուսաստանի Դաշնության հետ, որը պարտավորված է մեր դաշնակից Ռուսաստանը պահել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը եւ դա եւս Սերժ Սարգսյանի ժառանգությունն էր, որը թողել որը չաշխատեց 2021-ին, երբ որ Ադրբեջանը խախտեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2022-ի ջերմուկի դեպքերի ժամանակ։ Այո, չի, նայեք, տեսեք, նույն բանն է, իդենտիկ իրականությունն է, իմ ասացի, հա, տեսեք, մի իրավիճակում երեք նույն նախագահներն են, այսինքն Պուտինը, Էրդողանը եւ Ալիևը։ Բայց երբ որ Սերժ Սարգսյանն էր Հայաստանի Հանրապետության նախագահան, ՀԱՊԿ-ը ընդունում էր հակաադրբեջանական փաստաթուղթ ճանաչում էր, ասում էր, խոսում էր, դատապարտում էր, Էրդողանն էլ մեջները, հա։ Հաջորդ պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանն է, իրանք չեն ընդունում, չեն տեսնում, չեն լսում։ Առաջի պարագայում, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահան եւ գնում էր հայ-թուրքական դիվանագիտական այդ գործընթացի ժամանակ, երբ հանդիպում էր եղել ֆուտբոլի դաշտում, երբ Աթաթուրքի նկարն էր կախած ֆուտբոլի դաշտում, երբ Սերժ Սարգսյանը մտել է, տեսել են արդեն, որ Աթաթուրքի նկարը փակված է, իսկ Նիկոլ Փաշինյանին Էրդողանը մատով կանչում է։ Սա Հայաստանի Հանրապետության ղեկավարի տարբերությունն է եւ մենք վստահ ենք, որ պետքա վերաձևակերպենք եւ կարող ենք վերաձևակերպել առանց Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն մեր առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Ինչպես, երբ որ ընդդիմադիր ամենամեծ ուժերի միջև կա այսպիսի լարվածություն։ Մենք ասել ենք ամենաբարձր մակարդակով, որ առաջնային է մեր համար ներքին խաղաղության վերականգնումը, հա, հանդուրժողականության եւ ներդաշնակության վերականգնումը, արտաքին հարաբերությունների մեր վերաձևակերպումը եւ վերանայումը եւ մեր բանակի էլի վերաձևակերպումը եւ մեր անվտանգության վերականգնումը։ Այս հատվածների մեջ շատ կոնկրետ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ մենք չունենք անդիմադիր դաշնում թշնամի։ Ռոբերտ Քոչարյանը մեր թշնամին չի, ոչ էլ մենք իրանց թիրախավորում ենք, մենք արձագանքում ենք Ռոբերտ Քոչարյանի այն թիմակիցներին, ովքեր խոսում են ապատեղեկատվություն են տարածում, կեղծիք են տարածում եւ փորձում են հանրապետական կուսակցության հաշվին ինքնահաստատվեն։ Եվ սա շատ նորմալ է, մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, մեզ պետք չի նույնականացնել, մենք նույն քաղաքական ուժը չենք, իրանք իրանց տեսլականն ունեն, մենք մեր տեսլականն ունենք։ Հիմա եթե մենք կարողանում ենք իրար հետ մի ճակատով պայքարել, որ ժամանակին արել ենք, հա, այսինքն կոնսենսուս ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի դեմ, մեր մոտ դա ստացվել է, եթե դա նորից կստացվի, ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որովհետև մեր թիրախը Նիկոլ Փաշինյանն է, մենք չունենք այլ թիրախ, հա, քաղաքական առումով, մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Մենք, եթե դուք տեսել եք, մենք երբեք չենք խոսում, չենք փորձում տորպեդահարենք ընդդիմադիր որևէ շարժում, չենք փորձել տորպեդահարենք որևէ ընդդիմադիր գործընթաց։ Մենք միշտ մասնակից ենք եղել եւ առաջամարտիկ ենք եղել։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների տրամաբանությամբ, որ ասում են մենք արդեն իմպիչմենտ մի անգամ փորձ արել ենք, չի ստացվել, մենք եթե այդ տրամաբանությամբ լիներ ՀՓՇ-ից հետո պետք էր հանձնվել եւ դուրս գալ քաղաքականությունից, որովհետեւ փորձեցին չստացվեց։ Բայց եթե այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, ինչի եք շարունակել դիմադրության շարժումը կարևոր, մենք առաջամարտիկ ենք եղել, դրանից հետո սրբազան պայքար ա եղել, էլի առաջամարտիկ ենք եղել, Արցախյան դեպքերի ժամանակ փողոցային պայքարը էլի առաջամարտիկ ենք եղել, բայց այս ամեն ինչը եթե առաջի անգամը չէր ստացվում, ինչի համար ենք շարունակել։ Հիմա մենք մեր տրամաբանությունը հետևյալն է։ Մենք այնքան ժամանակ պետք է շարունակենք, որ այս ամեն ինչը հայկական տեսլականի տրամաբանության մեջ վերադառնա, այսինքն
Արցախի հարցը առաջի հերթին Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո կապ չունի, դա կլինի իմպիչմենտով, փողոցային պայքարով, հետընտրական կամ նախընտրական ձևաչափով, կապ չունի ոնց։ Մենք ասում ենք, որ ախր տրամաբանությունը շատ պարզ է։ Ինչ որ մարդիկ եկե բան են առաջարկե, հիմա ուղղակի նայեք աշխարհում ինչ տեղի է ունենում, ասում են, որ դա Սերժ Սարգսյանը KGB-ի արխիվներից ինֆորմացիաներ ունի, սաղ մոլորակում ինչ կատարվում է, դա երրորդ նախագահն է անում։ Այդ մարդկանց հիվանդագին ֆանտազիան, հա, Բորիս Մուրադյանն ասում է, ինչ գրում ենք, երրորդ նախագահան, քանի որ KGB-ի արխիվներին է տիրապետում, ինչ գրում ենք մեր ինչ որ մեկի վրա ինչ որ մի բան հանում են, կոմպրոմատներ են հանում։ Ախր, եթե դուք 18 թվին իրան մերժել եք, եթե դուք հանդիսանում եք մարդ, ով այնքան խոցելի է ուղղակի, որովհետև 7 տիրոջ ծառա եք, որովհետև 8 հոգու հետ աշխատել եք, որովհետև եկել եք հանրապետական կուսակցություն Թևանյան Անդրանիկի դեմքով, հա, եկել եք հանրապետական կուսակցություն, ասել եք ես Բաբայան Սամոյից փող եմ ստանում, եթե ինձ փող տակ կարամ տակից իր դեմ հոդվածներ գրեմ։ Այս դուք էդ եք։ Հիմա մենք որ դրա մասին խոսում ենք, դրա համար KGB-ի արխիվ պետք չի ունենալ։ Այս փոքր երկիրը սաղս իրար ճանաչում ենք, սաղս գիտենք ով է, էլի։ Հիմա մենք պարզ տրամաբանությամբ գործընթաց ենք առաջարկում, ասում ենք սիրելի եղբայրներ, մենք ասել ենք անգամ, որ Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը առաջադրենք, գանք ձեր կողքը կանգնենք, այդ պարագայում պայքարենք, որովհետև ոչ ՀՓՇ-ի, ոչ դիմադրության, ոչ սրբազան շարժման ժամանակ մենք չենք ասել, որ մեր պետք է անպայման հանրապետական լինի վարչապետի տեխնացուն, որ մենք ինչ որ գործընթաց սկսենք, պետք է անպայման մեր ուզած տեխնացունը լինի, որ մենք ասենք մենք համաձայն ենք, հա։ Մեր տրամաբանությունը հետեւյալն է. մենք կողմ ենք, որ Նիկոլ Փաշինյանին մենք ինչ որ ընդհանուր ճակատով կարողանանք հեռացնել։ Թե հիմա իրանք վստահ են, որ ընտրություններով կլինի, մի անգամ 21 թվականին մենք տեսել ենք, որ դա չի ստացվում, հա, իրանք վարչական ռեսուրս են օգտագործում, իրանք տերերի հնարավորություններ են օգտագործում եւ այլն, չի ստացվում։ Հիմա այդ երկրորդ անգամ չի ստացվում, կարող է առաջին անգամ Արցախը կորցրեցինք, կարող է երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետությունը կորցնենք, որովհետեւ ամեն ինչ գնում է դրան։ Մենք հիմա ասում ենք միջև ընտրություններ, եթե հնարավորություններ ունենք, եկեք փորձենք ինչ որ բան անենք։ Հիմա դա կլինի impeachment, թե impeachment չի լինի, դա երկրորդ հարցն է։ Այսօրվա դրությամբ, եթե նայում ենք սահմանադրական ճանապարհով, մենք ինչ գործընթաց կա, որ դեռ չենք արել, չենք նախաձեռնել, տրամաբանական է, որ կարելի է միասնական impeachment-ի գործընթաց ձևավորել, այդ impeachment-ի գործընթացով ինչ որ մի բան ստանալ։ Իմ անձնական կարծիքն է, որ ավելի լավ է ինչ որ գործընթաց անենք, որ Նիկոլ Փաշինյանը կոմֆորտ զոնայի մեջ չլինի, որը հնարավորություն կտա մեզ ինչ որ գործընթացը, որը կսկսենք հաջողությամբ փսակենք, կամ թեկուզ եթե անհաջողություններ լինի, մենք ավելի լավ դիրքերում կլինենք Նիկոլ Փաշինյանին մարդկանց հետ հարգելի ռազմենք։ Մենք այս 7 տարին որ խոսացել ենք, բացատրել ենք եւ այլն, այդ մարդկանց մոտ բանա չէ փոխվի։ Հիմա նույն ձև այս մարդկանց մոտ մեր հայրենակիցների մոտ ինչ որ բան կփոխվի։ Իրանք կսկսեն ավելի շատ հասկանալ, ավելի շատ տիրապետել։ Կարող է impeachment-ի գործընթացը լինի, փողոց 200,000 հոգի մարդ դուրս գա, որովհետեւ տնտեսությունից միջև անվտանգություն մեր երկրում մեծ խնդիրներ կա ու դա ժողովրդին է կպնում, հա։ Երիտասարդության անվտանգության մասն է խոսքը, նաեւ 1000 հարցեր կա, շատ անգամ անդրադառնում ենք, այս անգամ այս տաղավարից չենք խոսա, բայց այս ամեն ինչը մեր ժողովրդի ջանից է, հա, պոկվում, ջանին է կպնում, եւ մենք պետք է կարողանանք առաջի հերթին մտածենք, թե մեր հասարակության համար ոնց ենք ձևավորելու այն վաղվա Հայաստանը։ Նոր արդեն սկսենք իրար մեջ, այսինքն իրար մասին խոսանք եւ թեկուս եթե քաղաքական գնահատականներ ենք տալիս, հա, իրար, մենք դեմ չենք եւ լսում ենք այն քաղաքական քննադատությունները, որոնք մեզ թեկուս մեր գործընկերները անդիմադիր ասում են, ինչ որ մի բան կարող է ճիշտ են ասում, մենք կարանք շատկենք, բայց 100%-անոց ապատեղեկատվություն տարածելը մասնակցել է 2018 թվականի հեղափոխությանը, հետո ասես, որ այդ հեղափոխությունը կազմակերպել է Սերժ Սարգսյանը եւ հնարավոր չի գունավոր հեղափոխություն լինի, կարող ես ուղղակի պատմության գրքեր վերցնել եւ տեսնել, որ 27 եւ ավելի երկրներում գունավոր հեղափոխություն ա եղել։ Հիմա այդ սաղ երկրի ղեկավարները փաստորեն ըստ իրանց տրամաբանության, հա, երկրորդ նախագահի թիմակիցները իրանց մերժել են, էլի, այսինքն։ Շնորհակալություն։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։